ինչպես պաշտպանվել ռադիացիոն ալիքներից, ռադիացիոն ճառագայթումից, պետք է այդպիսի տեղեկատվական թերթիկներ տարածվի, որտեղ շատ պարզ գրված է Փակեք անմիջապես շատ մտեք, եթե չկա ապաստարան գոնե ձեր տանը, փակ պատուհանները փակեք, դռները փակեք, անմիջապես օդափոխիչը, հա, կոնդիցիոները անջատեք, որպեսզի դրսի օդը չգա, որտեղ իոնիզացված ճառագայթ գալու են ու դուք շնչելու եք, մաշկի վրա նստելու են այդ մասնիկները։ Շատ արագ պետք է ջրի լավ բան, մաքուր պաշար գտնես սննդի, պահել սառնարանում, չպետք է այդպես պանիկայի մեջ ընկնել, եթե ինչ որ ձևով դրսում եք եղել, անմիջապես հնարավորինս հողի մակերեսին, այսինքն ինքը գալիս է, չէ, եւ հնարավորինս պետք է հողի մակերեսին sense իջնել, եթե ամպ է գալիս, եթե չէ հնարավորինս փակ տարածք մտնել, արագ լվանալ մազերը, դեմքը, եթե զգում եք, որ կարող եք ինչ որ բանով փակել, հնարավորինս թացացնել ու ինչ որ բանով, դե որովհետեւ դա կարող է շատ պատահական լինի, էլի, sense ինչ որ դիմակներ չունենաք ձեր մոտ, հա, փակել արագ, որպեսզի հնարավորինս քիչ մասնիկներ ռադիացիոն մտնեն դեպի օրգանիզմ, որտեղ քթով, բերանով, մնացած լորձաթաղանթներով, անգամ այդպես փոքր լորձաթ, ինչպես աչքն է, հնարավոր է որ ինքը մտնում է։ Արագ ոչ մի եթե տարածում եք ռադիացիոն այդ պետք է հաստ բաներ օգտագործվի, ռետիներ, կոշիկներ, որպեսզի հնարավորինս մաշկի շփում չունենա։ Իհարկե մենք այդ փորձը որոշակի ունեցել ենք Հայաստանի Հանրապետությունում շուրջ 3000 մարդ մասնակցել են Չեռնոբիլի ատոմակայանի այդ վթարի աշխատանքների հետ կապված այսպես ընթացքին եւ նրանք եղել են դիսպանսեր հսկողության տակ Հայաստանի Հանրապետությունում